Ես մի հարց ունեմ, պարոն Հովհաննիսյան, եւ խնդրում եմ ձեզ, եթե այս ինֆորմացիան չունենաք, հրատապության կարգով գրավոր պատասխանեք։ ՎԶԵՊ աջակցությամբ իրականացվող Մեղրիի սահմանային անցակետրի ծրագրերի շրջանակում ՊԵԿ նոր շենքային պայմանների ապահովման նպատակով օգտագործվել է նախատեսված միջոցների 30.8%-ը, շուրջ 2 միլիարդ դրամ, որից դրամաշնորհային ծրագրի շրջանակում օգտագործվել է 947.1 միլիոն դրամ, նախատեսված միջոցների 48.9%-ը, իսկ վարկային ծրագրերի շրջանակում շուրջ 214 միլիոն դրամ, նախատեսված միջոցների 11.5%-ը։ Խնդրում եմ նշել, ինչով է պայմանավորված ցածր կատարողականը եւ արդյոք ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ հաշվետվություն պահանջել է կամ պատրաստվում է պահանջել, որովհետեւ ցածր կատարողականը եւս կարող է այնպես լինել, որ բազմաթիվ օբյեկտիվ պատճառներից բացի նաև սուբյեկտիվ պատճառ լինի, խնդրում եմ արձագանքեք։ Շատ լավ, շնորհակալություն, սա իրականում կարևոր հարց է, որը այս տարի չի առաջացել եւ միշտ եղել է, ընդ որում ասեմ, որ 2024 թվականի մասին եթե խոսենք, ապա միջազգային ծրագրերով իրականացվող ընդհանուր եթե ծրագրերի կատարողականների մասին խոսենք, կատարողականների բարելավում ենք ունեցել նախորդ տարիների հետ կապված, որովհետև ունեցել ենք տարիներ, որտեղ շատ ավելի վատ կատարողականներ են եղել։ Ինչ վերաբերվում է կոնկրետ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող սահմանային կետի բարելավման ծրագրի կատարողականին, ես ճիշտն ասած տեղեկություն չունեմ դրա մասին, ես կառաջարկեի, որ ՊԵԿ-ը ավելի շատ կկարողանա պարզաբանի դրա կատարման ընթացքի վերաբերյալ բաները, բայց իհարկե մենք էլ կարող ենք հարցում իրականացնել եւ ներկայացնել։ Մեր խնդիրը ծրագրերի մեկնարկի փուլում է ավելի շատ էական, որտեղ մենք փորձում ենք ստորագրել պայմանագրեր, որոնք մեր կարծիքով ունեն առավել բարձր պատրաստվածության աստիճան, որովհետև այս խնդիրները իրականացման փուլում եւ ցածր կատարողականները իրանք տեղի են ունենում այն պատճառով, որ մենք սկզբից լավ չենք պատրաստվում այդ ծրագիրը իրականացնելու, հետո ստորագրում ենք, հետո խնդիրներ են առաջանում, որը հետաձգում են ծրագրերի պատշաճ իրականացումը, մենք որում ծրագրեր ենք ունեցել, որոնք 0 կատարողական են ունեցել 10 տարվա ընթացքում եւ չեղարկել ենք, այսինքն ստորագրել ենք պայմանագիրը, որոշել ենք, որ ինչ-որ մի հատ բան պետք է անենք եւ հետո չեղարկել ենք, որտեվ հասկացել ենք, որ այն ձևով ոնց որ ծրագիրը նախագծված է եղել, հնարավոր չի իրականացնել կամ ընթացքում մրցույթներ են տեղի ունեցել։ Հիմա կոնկրետ այս դեպքի մասով չեմ կարող ասել ինչն է պատճառը, բայց ձեզ տեղեկանք կուղարկենք նրա մասին, թե որոնք են, բայց այդ տեղեկանքը բնականաբար մեր գործընկերներից պետք է ուզենք։ Ես այդ դեպքում կխնդրեմ մեր գործընկերներին մենք երկու հարցում կպատրաստենք միանման, որպեսզի նաև դուք ձեր մասով պատասխանեք եւ ՊԵԿ-ի մեր գործընկերները իրենց մասով թող պատասխանեն, որից հետո մենք երկու պատասխանները կհամադրենք, միգուցե նաև այնտեղ պարզվի հանգամանքներ, որի մասին դուք տեղյակ չեք, որոնք սուբյեկտիվ են, չեմ բացառում, որ լինեն նաև օբյեկտիվ, բայց սա մի խնդիր է, որի մասին պետք է խոսել եւ ես շատ բարձր եմ գնահատում ձեր նաև անկեղծ պատասխանը, որ նշեցիք կատարողականների մասով, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ տարեց տարի դինամիկան կատարողականների ավելի դրական է գնում եւ տոկոսային հարաբերությամբ մեր կատարողականները ենթադրենք 24 թվին ավելի լավն են, քան 23-ին, 25-ին կլինեն ավելի լավը կամ 24-ին։ Շնորհակալություն պատասխանի համար։